Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող Մարիամի նոր բնակարանի պատշգամբից բացվում էր Արարատ լեռը։ Տարիներ շարունակ բռնցքամարտի մարզիչը նայում էր Մասիսի գագաթին ցանկությամբ հաղթահարել 5165 մետրը։ Գիտեր, ֆիզիկական ծանր ակտիվությունը կարող էր բարդություններ առաջացնել։ Արարատի գագաթին է հավատացի գալիս։ Բայց երազանքին հասնելու ճանապարհին հիվանդությունը խոչընդոտ չդարձավ։ Այս ճանապարհին կա կարևոր 3 հանգամանք։ Առաջինը դա շատ լավ գիտելիքներն է, առաջինը քո գիտելիքն ու քո կրթվածությունն է, առանց դրա ոչ միտեղ չես կարող գնալ։ Երկրորդը դա լավ բժիշկն է, ում վրա դու կարաս միշտ հույս դնես։ Երրորդը այդեն թիմն է ու այն ակումբն է, որի հետ գնում ես։ Առանց այս 3-ի ուղղակի խնդիրներ միշտ կարող են լինել ու դու կարաս բախվես շատ լուրջ խնդիրների, ընդհանուր մինչև կոմայի։ Ուզում եմ ասեմ, որ 3-ում ուղղակի բախտը սպերել է։ Գրեց ասես Բեշկու ջան, ուզում եմ բարձրանալ, ինքը ընդհանրապես իր որոշումները արդեն ասում է սենց, որ արդեն ուզում եմ անել, անում եմ։ Արդեն անում եմ։ Ինձ կօգնեք, որ ես այդ հարցերը կարողանամ ճիշտ կազմակերպել։ Իհարկե իմ առաջին միտումն էր, որ ախր հասկացանք ամեն ինչ, հասկացանք, որ դու պրոֆեսիոնալ սպորտսմեն ես, որ դու ամեն ինչ կարող ես, որ դու ուժեղ աղջիկ ես, բայց Արարատը, բայց ախր դա չենք ունեցել դրա նախորդող պատմությունը։ 2 գլյուկոմետր, գլյուկոզայի մշտադիտարկման սենսորային սարք, ինսուլին։ Լեռնագնացության ընթացքում Մարիամի ուսապարկում էին։ Քաղցրն էլ ապահովում էին արշավախմբի մյուս անդամները։ Ստորոտից մինչև գագաթ Մարիամի հետ էր նաև բժշկուհին, բայց հեռավար։ Նա մակագրությամբ հետևում էր գլյուկոզայի ցուցանիշներին, համեմատում եւ ցուցումներ տալիս։ Նկարվել սիրող աղջիկը հաճախ տարվում էր լեռների գեղեցկությամբ, չլսելով սարքի ազդանշանը։ Մի անգամ նույնիսկ գլյուկոմետրը սառել խափանվել էր։ Մարիամը իմ պրակտիկայում այն բացառիկ մարդկանցից մեկն է, ով բջջային, մոլեկուլային մակարդակով գիտի իր օրգանիզմը ու իր հիվանդության մասին, ամեն ինչ։ Ու այնպիսի մատչելի ձևով այնքը բացատրում դիմացինին, որ յուրաքանչյուրը նույնիսկ այն խմբակիցները, ովքեր չունեին առաջին օգնության պատրաստվածության, որը անցած փուլ, իրանք անգիր գիտեին, թե ինչ պետք է անել դիաբետի ժամանակ, երբ որ լինի խնդիր։ Ես ուզում եմ իմ օրինակը բարձրաձայնեմ ու հասանելի սարքեմ բոլորին, որ սա խնդիր չի։ Սա ուղղակի իրավիճակ է, ապրելակերպ է, որը ունի հատուկ պայմաններ, որ պետքա բավարարես, բայց ինքը չի կարող լինել խոչընդոտ որևիցե միտեղ։ Ես ընտրել եմ ճանապարհ, որ լավ կա խնդիր, չենք բացառում, բայց ինչ կարանք անենք, կարանք ուղղակի ունենանք գիտելիք, կարանք ուղղակի հաղթահարենք ու առանց խնդիրների գնանք առաջ։ Դիաբետ ունեցողները կարող են անել ինչ ուզում են, եթե ունեն խոր գիտելիքներ հիվանդության մասին, գիտեն տարբեր իրավիճակում այն կառավարելու ձևը, նշում է բժշկուհին։ Քրոնիկ հիվանդությունը եւ պետք է սովորել ապրել այս հիվանդությամբ եւ պետք է սովորել ապրել այնպես, որ ոչ թե հիվանդությունը ղեկավարի քեզ, այլ դու կարողանաս ղեկավարել քո հիվանդությունը։ Կարողանաս այնպես անել, որ հասնել նույնիսկ առավելին, քան կարող է իր հասնել նույնիսկ առանց այս հիվանդության։ Շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է։ Բուժառուն կարող է ապրել լիարժեք կյանքով։ Կարևոր է հետևել բժշկի խորհուրդներին եւ վարել առողջ ապրելակերպ։ Հելունի Արմենովնա, հաջորդը Կիլիմանջարոն է։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։